Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում պատերազմներով, եթե ինքն է բերել բոլոր պատերազմները։ Ես թքած ունեմ բոլորի վրա, այդքան բան կասեմ, որտեղ ոչ մեկը հայ կոչվելու իրավունք չունեն։ Թուրքը մեղավոր չի, հայն է մեղավոր օրեսօրինենք։ Հասկացաք։ 15 թվի ջարդի ժամանակ էլի հայ մեղավոր, որտեղ ծախու ազգ է։ Որովհետև ուզում են նորից ընտրվել, բայց իրանք մեկա չեն ընտրվել։ Իրանք պիտանի չեն, բանը։ Դրանցից հարցրեք, ես դրանցից Սրանց բոլորին մեկ պետք է տանել ու վերացնել, բոլորին, սկսած Լևոնից մինչև վերջ, որովհետև նա սկսեց, մյուսները պետք է ավարտին հասցնեն։ Մինչև ներկայիս իշխանությունը։ Այո, բոլորին։ Մեր նպատակը ինչ է, ստեղծել ամուր Հայաստան։ Մեր նպատակը դա պապերից եկած, այսինքն մեր հներից հին թագավորներից մինչև մեր օրերը ուզեցել ենք մենք ինչ անենք, ստեղծել ամուր Հայաստան, ֆինանսական Հայաստան, բայց այսօր ոչ թե ամուր Հայաստան են ուզում, բոլորը ուզում են աթոռ։ Իսկ ինչու աթոռ։ Ես էլ եմ ուզում աթոռ, դու էլ ես ուզում աթոռ, մյուսներն էլ ուզում աթոռ։ Չէ, այդպես չպետք է լինի։ Պետք է ազգի մասին մտածել, ժողովրդի մասին մտածել, ինչպես ասելի ով մեծ զորավար Անդրանիկը։ ուզում վախացնի, այլ ընտրանք է պետք։ Ոչ նրանք, տեսնենք ում ենք ընտրելու։ Իր ասելով ոչի պատերազմը ասելով։ Ինքը շատ բան ասում, իր ասածները ոչ չենք հավատալու։ Ես մի բան կասեմ, ով էլ նստի, մենք նույն ենք։ Ով էլ նստի, լավ բան չենք սպասում։ Բացական է վերաբերում այդ պատերազմներից, պատերազմը վախցնելուն, չգիտեմ։ Եվ ուղղակի մենակ տագնապա էլի ասում, վախցնում է, ոչ ոք։ Вся борьба идет за стул. Они же как это, как, не знаю, шуты, то они разводятся, то они сходятся, то потом не знаешь. Одним словом, как говорят, из грязи в князи. Որտեղ վախենում է, արդեն ժողովուրդը իրան չի սիրում։ Որովհետև ինքը պատերազմ է ուզում ես ազգի համար, ուրիշ ոչ մի բան։ Այդ իր ցանկությունն է։ Չեմ կարծում իշխանության գալու համար, որովհետև արդեն արվել է, ինչ արվել է։ Հիմա թե խնդիրը ինչումն է, սպառնալու խնդիր չկա ինձ թվում։ Որպես ինչ սպառնա ժողովրդին։ Որ չլինի պատերազմ, բնականաբար բոլորի համար լավ է։ Դե եթե ինքը չընտրվի։ Եթե չընտրվի, չեմ կարծում, որևիցե մեկը ինչ-որ մի բան փոխելու է։ Չեմ կարծում։ Հետ բերել։ Մի խոսքով չեմ կարծում, որ որևիցե մեկը ինչ-որ մի բան անելու է։ Խոստումները խոստում տալիս են, բայց չեմ հավատում ոչ մեկի։ Իսկ ներկայիս իշխանության խոստումներին հավատում եք։ Հավատացել եմ, բայց ոչ հիմա։ Վստահել եմ, հավատացել եմ, բայց ոչ հիմա։ Չկա այդ վստահելը։